Նախ շնորհակալ եմ այսօր ինձ ուղղված շնորհավորանքների համար։ Շնորհակալ եմ հարգանքի ու բոլոր ջերմ խոսքերի համար։ Ես առհասարակ սիրում եմ իմ ծննդյան օրը ինչ-որ մի բան նվիրել իմ ծանոթներին, իմ ընկերներին, ում որ ես կհանդիպեմ։ Դա իմ մոտ ընկերները բոլորը գիտեն այդ մասին, դա ինձ մոտ ավանդույթ է, բնավորություն է այդպես, հա։ Սիրում եմ ինչ-որ բան ինքս նվիրել։ Խոսելու եմ իմ մասին 5 կետ կասեմ, որոնք շատ քչեր հավանաբար գիտեն կամ չգիտեն։ Խոստանում եմ, որ այդ կետերը օգտակար կլինեն ձեզ կամ ձեզանից ոմանց։ Նախ առաջինը իմ մասին չգիտեմ գիտեին թե չէ, ես կարիերայիս ընթացքում ձեռք բերել եմ 25 կամ 24, այսպես դեռ չեմ էլ հստակեցել դրանցից, որոնք են մասնագիտություն, հմտություն, ես ընդհանուր ասում եմ հմտություն կամ մասնագիտություն։ Հետևելով տվյալ ժամանակաշրջանում իմ մեջ եղած հետաքրքրություններին։ Դրանք տարբեր մասնագիտություններ են, տարբեր ուղիներ են, էլի, չգիտեմ, սկսած պրոֆեսիոնալ ֆոտո լրագրողից, մինչև այնտեղ հոդվածագիր, երաժիշտ, բանաստեղծ, ռեժիսոր, մոնտաժող եւ այլ, այսինքն շատ հեռու են իրարից, շատ տարբեր են, բայց ես դրանց բոլորին տիրապետում եմ։ Հիմա այդպես ստացվել է իմ կյանքը։ Ու այստեղից խորհուրդ ձեզ հորդոր, հա, այսպես։ Սովորեք այն, ինչը սիրում եք, բայց պարտադիր գործի դրեք, սիրելիներս։ Պրակտիկայում ինչ որ բան արեք դրանով։ Թող գիտելիքը չմնա միայն ձեր մտքում։ Ինքը թող դառնա հմտություն։ Մի փոքր, թեկուզ այդ ժամանակահատվածում այդքանն է պետք, ոչինչ։ Նույնիսկ եթե դրա առաջատար մասնագետն էլ չդառնաս, միևնույն է, դա քեզ պետք է գալու, երբ հստակ օրինակ գտնես ինչ որ մի ուղղություն ու այնտեղ արդեն հարմարվես, այն քո գիտելիքները քեզ ինչ որ չափով պետք են գալու։ Ձեր ուղեղը այդ գիտելիքները անպայման ֆիլտրելու է ու օգտակար է դարձնելու ձեր ցանկացած գործի մեջ։ Ես խոստովանում եմ, որ իմ հմտությունները տարբեր ոլորտներից ես կարողանում եմ տեսնել, լավ, գոնե նկատել այս արած գործի մեջ, մյուս արած գործ, բանաստեղծության մեջ, իմ գրած բանաստեղծության մեջ ես պարզ տեսնում եմ երաժշտական գիծ։ Ես շատ քչերին կկարողանամ դա բացատրել, այսինքն երաժիշտներին կկարողանամ բացատրել, բայց ես տեսնում եմ դա։ Նույնը հակառակը, ես իմ գրած տեքստերում, երբ ինչ-որ մի բան եմ դուրս բերում, վայ, այստեղ պետք չէր հումորը 3 բառից հետո էր պետք, որովհետև եւ այլ, ու ես այդտեղ պարզ տեսնում եմ մեկ այլ հմտություն, որը ես ստացել եմ ինչ-որ մի տեղից, եւ այդպես շարունակ, սիրելիներս, անպայման սովորեք այն, ինչ ձեր սրտին հաճելի է եւ գոնե մի փոքր հմտացեք, թեկուզ անվճար ինչ-որ մեկի փորձեք օգտակար լինել, ձեզ համար տանը, այսպես ասած, բզբզալը ուրիշ է, բայց երբ ինչ-որ մեկին օգտակար ես, մի փոքր զգաստ ես լինում, չէ՞ որ ուրիշի համար է դա, այդ արդեն պետք է մի փոքր զգույշ վերաբերվել։ Երկրորդ ընկճվել ասած բառը իմ մեջ արտահայտվել է ամեն կերպ, բացի ստոպից, բացի դադարից։ Ես մի աֆորիզմ ունեմ, որ կարծեմ էջերից մեկում գրված է, ընկճվել բառը սկսվում է չտառով, ես հենց այդպես էլ վերաբերվում եմ ընկճվելուն։ Եվ հորդորը, սիրելիներս, եթե ձախողվում եք, ինչ որ կերպ սպառեք այն բացասական էներգիան, որը կուտակվում է այդ պարտվելու են առաջին րոպեներին, էլ այստեղ էս ներսում քրիստոնյաներս հոգի ենք ասում սրան։ Ներսում զգում ես, որ ինչի պիտի սենս լիներ, չէ, էլի ես այսքան չարչարվել եմ, ես ուզում եմ եւ այլն, այստեղ ինչ որ բանակ ուտակ, ինչ որ կերպ սպառեք դա, լացեք, բղավեք, չգիտեմ, սառը ցնցուղ ընդուն, ինչ որ բան, չգիտեմ, մի սպասք կոտրեք, ինչ ուզում եք արեք, երաժշտություն լսեք, պարեք, տխրեք, ինչ ուզում եք արեք, բայց երբեք չհանձնվեք։ Հանգստացրեք ձեր ներսի էմոցիան, բայց հաջորդ րոպեներին կամ գոնե հաջորդ օրը ասենք թե կպեք գործի, անցեք գործի, ասես դա տենց է պետք լիներ, էլի։ Կարծես այդ ընդհանրապես ձեր հետ չի տեղի ունեցել։ Հենց տենց վերաբերվեք երեկվա ձախողմանը, հա։ Ասենք թե ձեր հետ չի եղել, ինչ պետք է անեիք, օրինակ։ Ասենք այդ ներքևի հարևան կամ շենքի հարևան Սվետ տոտայի նախկին ամուսնու հետ ա եղել, դուք ինչ պետք է անեիք, էլի, ընդ որում այդ շենքերում, ես շենքում ապրել եմ Երևանում ապրած տարիներին, հիշում եմ մեկ որ մեքենան, չէ՞ մեկը կար, սխալ տեղ էր կանգնացնում, այդ մարդուն որ ավտոմատ չէինք սիրում, բայց վատ մարդ չէ, էլի։ Այ այտենց պատկերացրեք, որ ինչ որ մի
Սվետ տոտայի նախկին ամուսնու հետ ա եղել, որ մեքենան միշտ սխալ տեղա փարքինգ ա։ Ձեզ հետ չի եղել այդ ձախողումը։ Հենց այդպես ես միտումնավոր օրինակը գունեղ եմ ներկայացնում, որպեսզի ձեզ համար հեշտ լինի օտարելը այդ զգացմունքը։ Երեք տխրել էի, իմ արածը ինչ որ արդյունք չունեցավ կամ սպասելի արդյունք չունեցավ, մի փոքր հիասթափեցի, ոչինչ, նորմալ ա։ Բայց այդ ընկշվելու համար չէ, այդ բարձրանալու համար է։ Երրորդ կետը ձախողումից հետո ոչ թե մեղավոր անմեղ արեք, սիրելիներս, այդ մեր սովորույթն է, էլի։ Հենց մի բան լինում է, միանգամից ասում ենք, այդ դու ես մեղավոր, այդ որ դու սենց անի, մի րոպե, ստոպ։ Մեղավոր անմեղ գտնելը հետո պետք է, հիմա պետք չէ։ Այս մասով մենք առանձին հանդիպում եւս ունեցել ենք, կարծեմ Telegram-ն ալիքում, թե YouTube-ում, որտեղ ես խնդրել եմ նույնիսկ, որ առաջին դեպքի, ինչ որ մի դեպքա պատահ, ինչ որ բանա պատահ, առաջին արձագանքը մեր թող չլինի մեղավոր անմեղ փնտրել։ Դա ինչ բնավորություն է։ Ես էլ եմ ունեցել այդպիսի բնավորության գից։ Մի բան անկել, բաժակն անկել կամ մի բան պատահել է, մեկը ուշացել, դա նրանից է, որ դու շուտ տնից դուրս չես գա, դա նրանից է, որ բաժակը սենց է։ Պետք չի մեղավոր անմեղ անել։ Սկզբում փորձեք գտնել արմատը, իսկ մեղավոր անմեղ հետո կանեք, իհարկե պիտի անել, որ հասկանալ ով էր մեղավոր, ինչ արեցինք, ինչ չանենք, որ չլինի, բայց սկզբում փորձեք լուծում գտնել, սիրելիներս։ Ձախողումից հետո ոչ թե մեղավոր անմեղ արա, որ մեղքը բարդես ընդ որում սրա նրա վրա, այլ միշտ փորձիր գտնել խնդրի արմատը, արմատի արմատը նույնիսկ ու այդպես քննելով գնա այնտեղ այնքան մինչև արմատներից վեր ամենախորքում տեսնես քո սխալը։ Սա իմ դիրքորոշումն է ինձ հետ պատահող ցանկացած խնդրի եւ այստեղից ծնվում է իմ հորդորը, իմ խնդրանքը ձեզ։ Սխալը ուրիշի մեջ փնտրելը խանգարում է սեփական աճին։ Երբ մենք գտնում ենք ինչ-որ մի բանում սխալ, ու այդ սխալում մեղավոր է դիմացինը, կողքինը, այն մյուսը, երեկվա ընկերը, չգիտեմ, մենք չենք շտկվում, բայց փաստ է, չէ՞ որ ցանկացած սխալ չի լինում հենց միայն մեկի մեղավորությամբ։ Այդ սխալի մեջ ինչ չնես, մի երկու բաժակ ջուր ջրել եմ այդ սխալի ժամանակ, որ ինքը աճել է։ Լավ, մյուսն էլ ա ջրել, մյուսն էլ, լավ, ես իմ մասով նայեմ։ Յուրաքանչյուրը այնտեղ թող իր խնդիրը նայի լուծի, չի ուզում թող չլուծի։ Եթե ես ուզում եմ աճել, ուրեմն ես պիտի քննեմ որն է եղել երեկվա այս սխալի մյուս սխալի մեջ իմ այսպես ներդրումը, հա։ Եթե ես սխալ ուրիշի մեջ գտնեմ անընդհատ, ես չեմ աճի։ Տեսեք ձեր կողքը, ձեր շրջապատում մարդկանց, ովքեր անընդհատ ասում են, դու ես մեղավոր, ես եմ մեղավոր, կառավարությունն է մեղավոր, հարևաններն են մեղավոր, քաղաքապետարանը մեղավոր։ Ուշադիր նայեք այդ մարդկանց ու կտեսնեք իրանց մեջ աճ չկա։ Իրենք 5 տարի առաջ էլ էին նույնի, 3 տարի առաջ էլ, հիմա իրենք 20 տարի առաջ էլ են նույնը լինելու, որովհետև իրանք կատարյալ են իրանց աչքին, ինչ աճեն, էլ աճելու տեղ չկա։ Չորրորդը, սիրելիներս, բոլոր նրանք, որոնցից թեկուզ գիտելիքի մեկ տող ես վերցրել եմ, բազմիցս լսել են, թե ոնց եմ ես բարձրաձայնում իրենց անունները, որպես երախտիկի խոսք, չգիտեմ, տրեյնինգներում, այստեղ ես նաև ունեմ իմ գրքի մեջ նշված կան տողեր, որտեղ ես խոսում եմ այն մարդկանց մասին, որտեղ մի փոքր ներդրում են ունեցել իմ գիտելիքի մեջ, իմ գործի մեջ։ Թերևս այս գրքիս մեջ ավելի շատ են նշումները, ավելի շատ են այն մարդկանց պատմվածքները ու օրինակները, ովքեր ինձ օգտակար եղել են եւ կողքիս են, բայց այստեղ կա ուղղակի շնորհակալություն այն մարդկանց, ովքեր իմ կողքին են եղել, սիրելիներս։ Միշտ փորձում եմ մեջբերումներ անել նման մարդկանց խորհուրդներից։ Ու առասարակ չեմ սիրում, որ մենք սպասում ենք մարդը մահանա, հետո նոր ինչ-որ մի լավ բան խոսենք իր կյանքից, որովհետև այդ մարդուն պետք չի, էլի։ Դրա համար ես շտապում եմ լավ ասել են մարդկանց մասին, ովքեր դեռ ողջ են։ Իսկ երբ մարդը մահանում է, ես մյուսը կարևոր չի։ Այդ մարդկանց մասին բոլորն են խոսում, ես փորձում եմ լուր մնամ, ինչ-որ բանով չեմ էլ տարբերվի, բայց ես տարբերվում եմ ու ինձ դուր է գալիս դա, ու տեսնում եմ այն տարբերվող մարդկանց, ովքեր իրոք հրաշք են, երբ խոսում են մարդու մասին իր ողջության օրոք։ Պարտադիր չէ, գիտեք, վատը լինի, որ խոսենք, այլ մենք որ վատը լինում է, խոսում ենք, չէ՞։ Խայտարակություն, նկարը դնում ենք, ասես
կարմիր խաչ ենք քաշում վրան, զգուշացեք նմաններից, բա որ այդ մեկը լավն է անում, մենք ինչ ենք անում։ Ոչ մի բան, այդպես է պիտի լիներ, բայց այդպես պիտի չլինի ինձ թվում է։ Վատի մասին պիտի բարձրաձայնել, փոքրինչ խուսափելով անվանարկելու անուններից առասարակ, փոքրինչ խուսափելով, որ չխայտարակենք մարդու անձը, խոսենք երևույթի մասին, խայտարակենք եւ տրորենք երևույթը, վատ երևույթը, բայց ոչ մարդու անձը։ Իսկ լավի մասին հենց հետո խոսենք անվանական, ասենք որ գիտեք այս մարդը գիտեք ինչ լավն է։ Ուրեմն սիրելիներս, հարգեք մարդկանց, ովքեր թեկուզ մեկ թանկ խոսքով օգնել են խնայել ձեր ժամանակը ու մեկ քայլ առաջ ձեզ տվել են արդյունավետության ճիշտ ուղին, դուք ստիպված չեք եղել ապրել տարիներ, 4 տարի, 5 տարի, որ ինչ որ մի բանի հասնել, ինքը ասել է ձեզ, խորհուրդ է տվել, դաս է տվել, ինչ որ մի կերպ օգնել է, դուք խուսափեք ավելորդ տանջանքներից, չարչարանքներից, ֆինանսական ժամային տուժերից։ Հարգեք նման մարդկանց իրենց կենթանության օրոք։ Եվ վերջին կետը, այս մասին ես մի փոքր խոսում եմ դժվար, որովհետև չգիտեմ ոնց կընկալվի, բայց հենց մարդուն ասում ես սիրիր քեզ, միանգամից վրա է բերում, թե ինչի ես չսիրեմ ուրիշին, ասում եմ բայց ով ասեց ուրիշին մի սիրի։ Քեզ որ ասում են սիրիր քեզ, նշանակում ուրիշին մի սիրի։ Չէ, դրանք տարբեր բաներ են։ Ես նախ սիրել եմ ինքս ինձ, որից հետո դիմացինին սիրելը, սիրելիներս, կրկնակի հեշտ է լինում ու բալանսավորված։ Ես հասկացել եմ, որ մարդը ինչպես իրեն է սիրում, այնպես էլ կսիրի դիմացինին։ Ինձ սիրելը ինձ օգնում է երբեք, օրինակ, չնեղանալ դիմացինից, չվիրավորել իրան։ Ինչպես ես ինքս ինձնից։ Ես որ մի սխալ անում եմ, հիմա դուք պրոյեկտեք ձեզ վրա, էլի, դե ես իմ մասին եմ պատմում, հիմա շուտ տվեք ձեզ վրա։ Ես որ մի սխալ անում եմ, ինչ որ մեկի խաբել եմ, ասեք թե մոռացել եմ ինչ որ մի լավ բան անել, չգիտեմ, մի բան եմ կոտրել եւ այլն, ինչ ոնց եմ վարվում ես։ Ամեն օր դες անցնում է մի տարի, էլի հիշում եմ, ասում եմ, այս այդ ոնց դու խաբեցիր այն մարդուն, տես չի, չէ։ Մենք մեր սխալը մոռանում ենք հաջորդ վարքյանին։ Ընդ որում ավելի վատ, մենք մեր սխալին ինքն արդարացումներ ենք գտնում։ Ասում ենք դե չի կարաչում, դե ստիպված է անել բան, դե մարդ ենք էլի։ Լավ, նա ինչքան արդարացում եմ գտնում ես իմ սխալի համար։ Չեմ ասում դա լավ է։ Թողնենք, լավ է թե վատ է, այդ հետո։ Բայց փաստ է, որ մենք մեր սխալը վերցնում ենք, աշխատում ենք էլ չանել, հա բայց ներում ենք մեզ։ Մենք չենք դատապարտում։ Երբ դու սկսես սիրել քեզ, հենց տենց էլ կսկսես սիրել դիմացինին։ Սխալ է արել, հա, դե մի հատ կխոսենք կանստի կգնա։ Նույնիսկ եթե չենք խոսի, միևնույնն է, չենք պահում մեր մեջ, որովհետև մենք մեզ սիրել ենք ու մենք գիտենք դիմացինին ինչպես սիրել։ Սիրելիներս, երբ մարդկանց սիրում ես քեզանից առավել, դա խոսում է այն մասին, որ դու քեզ չես սիրում։ Բայց քեզ սիրելու մեջ որևէ վատ բան չկա իրականում, էլի։ Չէ՞ որ չես ցանկանում բոլորին, ասենք, ամեն պատահածին տենց պիցա հյուրասիրել, լավ սնունդ, իսկ քեզ հող։ Դու չես անում դա։ Ինչի՞։ Որովհետև սիրում ես քո ստամոքսը, քո մարմինը, քո կյանքը, հաստատ հող չես ուտի։ Ուրեմն արդեն լավ է։ Ուրեմն արդեն գիտես գնահատել քեզ ու քո մարմինն ու քո կյանքը։ Ուստի սիրեք ձեզ հետ կապված ամեն բան, ձեր մարմնի յուրաքանչյուր սանտիմետրը սիրեք։ Քիթը սիրուն է, վայ ականջը սենց չի, վայ ես կարճատես եմ, վայ մազս չգիտեմ, մատերս սիրեք ձեզ, դուք այդպեսին էլ լավն եք։ Երբ դուք ձեզ նմանեցնում եք ուրիշի, ձեզ նայում են ու հիշում են ուրիշի, եթե ձեզ սիրում են, շատ հավանական է ուրիշին սիրելու մասնիկն էլ դրա մեջ կա։ Ես չեմ սիրում այս մասին շատ շեշտադրված խոսել, բայց պլաստիկ վիրահատություն տարած աղջիկները, ես ապշում եմ, զարմանում եմ, որ իրենք երբեմն շատերը իրենցից չեն նկատում, թե ինչքան նման են իրանք մյուսին։ Դուք բոլորը շատ սիրուն եք։ Չենք խոսում են ծայրահեղ դեպքերի մասին, մարդը խնդիր ունի, այս մասը չգիտեմ, այդ մասին չենք խոսում։ Հասկացաք ինձ։ Այն մասին, որ պարզապես ես սենցն եմ ուզում եմ լինել եսիմ ոնցը։ Դու կլինես եսիմ ոնցը, բայց երկրորդը, որովհետև դու ինչ-որ մեկի նման արդեն եղար, այդ ինքը առաջինն է։ Քո տեղը թափուր է մնալու։ Սա իմ անձնական կարծիքն է, հնարավոր է, որ ես սխալվում եմ, պարզապես իմ փորձով եմ կիսվում, սիրելիներս։
Սիրեք ձեր մարմնի ամեն սանտիմետրը, ձեր բնավորության, թեկուզ ձեր սխալները, մի արեք, փորձեք շտկել, բայց սիրեք դրանք, հա դա ձեր եսն է, մի վատ զգացեք, երբ որ դուք ինչ-որ հարցում սխալվում եք, երբեմն մարդիկ սովորական իրենց կարծիքը ասելուց առաջ այնքան կներես են ասում եմ հասկացանք, սխալվել ես, մի հատ կներես, վերջ անցանք, նորից ինչ-որ նամակով վայ կներեք, էլի խնդրում, նորից կներեք, կրկին անգամ նախ կրկին անգամ չէ, կրկին է, կրկին կներեք, խնդրում, ասում եմ, բայց մենք այդ փաթեթի մասին խոսել ենք, մենք ներել ենք, հիմա արդեն լրիվ ուրիշ բանից ենք խոսում, ինչ կարիք կար, այս գեղեցիկ փունջը խոսակցության նորից թողել, հետ բերել են կներես, այնտեղ պրծել էինք, այս բերել այս ցեխը սենց նորից լցել սրա վրա ու զրույցը ավարտել, հասկացանք, սխալվել եք, աշխարհը դրանից փուլ չեկավ, նորմալ է, դուք ձեր սխալներով եք մարդ, դրա մեջ տրագեդիա չկա, մի սխալվեք պարզապես, իսկ եթե սխալվել եք, ներողություն խնդրեք, բայց մի դադարեք սիրել ձեզ, ես սենցն եմ, ես շատ ախոս եմ, մենք այսպիսի մի թեմա ունեինք, երբ մանիպուլյատորի գործիքների մասին ենք խոսում, որտեղ ես նշում եմ, որ մանիպուլյատորին շատ հարմար գործիք է, երբ դուք վատ եք զգում ձեր խնդիրների պատճառով, օրինակ, Ռուբեն ջան, դու կակազում ես, հա Ռուբեն ջան, ես վատ եմ զգում, ես կակազում, ես կարճատես եմ, վատ եմ զգում, վայ դու սենցն ես, հա, նենցն ես, հա, ես վատ եմ զգում, ու դա մանիպուլյատորին օգնում է, որ կայանա մեզ վրա, դու հիշողությունից թույլ ես, հա, ոնց որ, հասկանում եք, իսկ երբ ես ասում եմ, որ ես կակազում եմ, հա, կակազում եմ, երբ ինձ ասում են, դու կարճատես ես, ասում եմ, հա, կարճատես եմ, ու, ինչ որ վատ բան կա դրա մեջ, վերջ, թեման վերջացավ, ինքը չի կարող ինձ վրա կայանալ, ինքը չի կարող խոցել ինձ, որովհետև ես նոր ցույց տվեցի, որ դա իմ խոցելի տեղը չի, ընդհանրապես, դրանով չես կարող ինձ խոցել, անցի ուրիշ բան փնտրի, դու դպրոցում սենց ես եղել, հա, ծույլիկ ես եղել, չգիտեմ ես եղել, են ես եղել, աշխատանքի տեղը, չգիտեմ, կարիերային աճ չունես, ես, հա, ատեցն եմ, ընդհակառակը, ցույց տվեք, որ դուք դա ընդունում եք որպես սովորական բան, ոնց որ ասեն քո ձեռքերը երկու հատ, հա, ոնց որ հա, երկու հատ, ինչի, որտեղ զարմանում եմ, բոլորին նա երկու հատ, այսինքն այդ ինչի տենց զարմանքով հարցրեցիր, դու կակազում, ես կարճատես եմ, երբ ինչ-որ մի տեղ մտնում եմ, ունակ ձմռանը, ապակիները բան ալնում, այսպես գոլորշի ալնում, ես ինքս միանգամից հումոր եմ անում ինձ վրա, ասում եմ շուշաբանդս թրջվեց, միանգամից, ես ցույց եմ տալիս, որ սրանով դուք ինչ չեք կարող խոցել, եթե ուզում էին խոցեին, օրինակ, կամ ինչ-որ մեկ այլ բան է, մեկ այլ երևույթ, որ ես չեմ սիրում, որ մարդիկ տենց փնտրեն ու ասեն ոնց կարանք իրան խոցեն, ես ցույց եմ տալիս ոնց կարաք ինձ խոցեք, բայց նաև ցույց եմ տալիս, որ այդ ընդհանրապես խոցելի չի խոցի, այդ ինչը որ դուք փնտրում եք, սիրելիներս, սիրեք ձեզ հետ կապված ամեն բան, ձեր մեքենան, ձեր տունը, ձեր բնակավայրը, որտեղ ապրում եք եւ այլն, որովհետեւ դուք եք ձեռք բերել, ձեր կարողության չափով եք կարողացել հասնել։ Դա է նորմալ է, սիրեք ձեր ծննդյան օրը։ Ոնց կարող մարդը սիրի իր կյանքը, եթե իր սեփական ծննդյան օրվա մասին ասում է չեմ սիրում այդ օրը։ Ասել եք։ Հա, ես էլ եմ ասել, ոչինչ։ Ես էլ եմ ասել։ Որ չեմ սիրում ծննդյանս օրը, ավելորդ ուշադրություն եւ այլ, ասել եմ մինչեւ այն օրը, երբ որ հասկացա, որ իմ կյանքում լավն ու վատը ընդհանրապես սկսվել է այդ օրվանից։ Եթե ես դա չսիրեմ, աշխարհն առհասարակ պատրաստ է ոտատակ տալ իմ ծննդյան օրն էլ, ինձ էլ, իմ հետաքրքրություններն էլ, իմ ընտանիքն էլ։ Իսկ ես սիրում եմ իմ ծննդյան օրը։ Ոնց կարա մարդը չսիրի իր ծննդյան օրը, եթե տեսնում է, որ այնքան ինքը գանձ, կիրթ ու թանկ հետևորդներ ունի, ովքեր ստիպեցին իր կյանքի ամենաթանկ օրը ինչ-որ փոքրիկ մասնիկ անցկացնել իրենց հետ հենց հիմա։ Հա, իմ ծննդյան օրը 3 էր, 7 րոպե անցավ արդեն, բայց ես ձեզ հետ կիսում եմ անց 43-ից ու ես ուրախ եմ ձեզանով։ Ոնց կարելի է չսիրել այդ օրը։ Բայց այդ օրը որ չլիներ, ես ձեզ չէի ունենա։ Սիրեք ձեր ծննդյան օրը ու ցույց տվեք դա բացահայտ, սիրում եմ, բան չեմ անում, բայց քո ծնունդը սիրեմ, մյուսը սիրեմ, իմը չսիրեմ։ Ես սիրում եմ նոյեմբերի 23-ը, այսօր ինձ համար սիրելի դարձավ ուղիղ 43 տարի առաջ։ Շնորհակալ եմ շնորհավորանքների համար նորից եւ լավ մնացեք սիրելիներս։ Ես ձեզ շատ սիրում եմ։ Բարի գիշեր ձեզ։